Զարա Արամյանի ամուսինը Արտաշես Գասպարյանը երբեք չի եղել հանրային ուշադրության կենտրոնում այնպես, ինչպես իր կինը, և հենց այդ ընտրությունն է շատ բան ասում նրա մասին: Նա այն մարդկանցից է, ովքեր չեն սիրում բարձրաձայն ներկայանալ, բայց միշտ ներկա են ամենակարևոր պահին: Նրա կերպարը ձևավորվում է ոչ թե հարցազրույցներով կամ հրապարակային ելույթներով, այլ Զարայի խոսքերով, վերաբերմունքով և վստահությամբ: Զարա Արամյանը հաճախ է ընդգծել, որ իր կյանքի ամենաամուր հենարանը ընտանիքն է, իսկ այդ ընտանիքի կենտրոնում ամուսինն է: Նրա համար Արտաշես Գասպարյանը պարզապես կյանքի ուղեկից չէր: Նա նրան անվանում էր ապավեն, լավագույն ընկեր, համախոհ: Այս բառերը պատահական չէին: Դրանք արտացոլում էին այն ներքին կապը, որը ձևավորվում է տարիների համատեղ ապրումից ոչ միայն ուրախ, այլ նաև դժվար օրերին: Արտաշես Գասպարյանը Զառայի կյանքում այն մարդն էր, ում ներկայությամբ նա կարող էր թույլ տալ իրեն լինել ոչ հանրային դեմք, ոչ հաղորդավար, ոչ դերասանուհի, այլ պարզապես կին, մայր, մարդ: Այդ վստահությունն ու հանգստությունն են, որ Զառան հաճախ կարևորել է հատկապես կյանքի բարդ փուլերում: «Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ» այս խոսքերը նրա կողմից ուղղված էին ոչ թե ուժեղին, այլ վստահելիին: Այն մարդուն, ում կողքին կյանքը դառնում է տանելի, նույնիսկ երբ ամեն ինչ դժվարանում է: Զառայի խոսքերից պարզ է դառնում, որ իրենց ընտանիքում հարաբերությունները կառուցված էին հավասարության վրա: Չկար մրցակցություն, դերերի բախում կամ գերակայության պայքար: Կային զրույցներ, հումոր, խաղ: Երբ իրավիճակները սրվում էին, Զառան ասում էր, որ սկսում է խաղալ, հումորով շրջանցել սուր անկյունները: Բայց այդ խաղը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դիմացինը պատրաստ է լսել, հասկանալ և ընդունել: Եվ դա է այն որակը, որը նա տեսնում էր իր ամուսնու մեջ: Արտաշես Գասպարյանը նաև ընտանիքի ներսում կայունության կերպար էր: Զառան բազմիցս ընդգծել է, որ իր համար ընտանիքն առաջին տեղում է եղել: Դա չի կարող լինել միայն մեկ մարդու ընտրություն, դա համատեղ որոշում է, համատեղ արժեք: Եվ այդ արժեքը նրանք կիսել են տարիներ շարունակ՝ երեխաների դաստիարակության, առօրյայի փոքր ուրախությունների և մեծ պատասխանատվությունների միջև: Նա չի եղել հրապարակային սիրո ցուցադրության կողմնակից, բայց Զառայի խոսքերից միշտ զգացվում էր խորը հարգանք ու ջերմություն: Այդպիսի հարաբերություններում սերը չի արտահայտվում բարձր բառերով, այլ կայուն ներկայությամբ: Երբ մարդն այնտեղ է, պետք է և չի հեռանում, երբ դժվար է: Այսօր, երբ Զառա Արամյանի անունը հիշվում է մեծ ցավով ու հարգանքով, նրա ամուսնու դերն առավել զգալի է դառնում: Որովհետև նա այն մարդն է, ով ամենամոտիկից է կրել այս ճանապարհը թե կյանքի, թե կորստի: Նրա ուժը հիմա լուռ է, բայց կարևոր: Ո՞վ է Զառա Արամյանի ամուսինը: Նա մարդ է, ով ընտրել է լինել կողքին, ոչ առաջ, լինել հենարան, ոչ կենտրոն: Եվ հենց այդ ընտրությունն է նրան դարձնում Զառա Արամյանի կյանքի կարևորագույն կերպարներից մեկը: Զառա Արամյանը պատկանում էր այն մարդկանց շարքին, որոնց ներկայությունը երբեք չէր պարտադրվում, բայց միշտ զգացվում էր: Նա չէր ձգտում առաջին պլան, չէր կառուցում իր կերպարը աղմուկի կամ սենսացիաների վրա: Նրա ուժը այլ տեղ էր՝ խոսքի, մշակույթի, մտքի խորության և մարդու հանդեպ ունեցած հարգանքի մեջ: Այդ պատճառով նրա անունը տարիներ շարունակ ասոցացվում էր վստահության, ինտելիգենցիայի և ներքին հավասարակշռության հետ: Նա դերասանուհի էր, հաղորդավարուհի, լրագրող: Բայց այդ բոլոր մասնագիտական սահմանումները միայն մի մասն էին նրա կերպարի: Զառա Արամյանը նախևառաջ մարդ էր՝ մտածող, զգացող, դիտող: Նրա հաղորդումները հիշվում էին ոչ թե բարձր ձայնով կամ կտրուկ ձևակերպումներով, այլ այն լռությամբ, որոնք ավելի շատ էին ասում, քան բառերը: Նա կարողանում էր լսել, և այդ կարողությունն էր, որ նրան առանձնացնում էր: Զառան ներկայացնում էր մի սերունդ, որի համար խոսքը պատասխանատվություն էր: Նա գիտեր՝ երբ խոսել, երբ լռել, երբ ժպտալ: Նրա հարցերը երբեք չէին վիրավորում, բայց միշտ տեղ էին հասնում: Այդ մոտեցումն էր, որ տարիների ընթացքում նրան դարձրեց ոչ միայն մեդիա դեմք, այլ մտավոր ներկայություն: Նրա կյանքի ճանապարհը հարթ չի եղել: Նա վաղ հասակից բախվել է արժեքների, ինքնության, լեզվի ընտրության հարցերին: Մանկության տարիներից սկսած նրա մեջ ձևավորվել էր հստակ, ներքին դիրքորոշում, որը հետագայում դարձավ նրա մասնագիտական ու մարդկային ուղեցույցը: Այդ դիրքորոշումը երբեք չէր ճչում, բայց միշտ կանգնած էր իր տեղում: Զառա Արամյանը նաև ընտանիքի մարդ էր:
Նրա համար ընտանիքը ոչ թե պարզապես կարևոր ոլորտ էր, այլ կյանքի առանցք։ Նա խոսում էր պարզության մասին, անկեղծ սիրո, միասին լինելու արժեքի մասին։ Տանը նա չէր կրում հանրային կերպարի դեմք։ Նա մայր էր, ներկա, ուշադիր, հոգատար, կին էր, սիրող, վստահող։ Նրա երեխաները մեծացել էին այն գիտակցությամբ, որ անունը պարտավորեցնում է, բայց չի բացում դռներ։ Նա երբեք չի օգտագործել իր հանրային դիրքը ընտանիքի ներսում առավելություն ստեղծելու համար, ընդհակառակը, սովորեցրել է արժանանալ ամեն ինչին սեփական քայլերով։ Այդ դաստիարակությունն է, որ այսօր խոսում է նրա մասին ավելի բարձր, քան ցանկացած պաշտոն կամ մրցանակ։ Զարա Արամյանը մեծ ակնածանքով էր խոսում ամուսնու մասին։ Նրա համար ամուսնությունը մրցակցություն չէր, այլ գործընկերություն։ Նրա վերջին խոսքերը, վերջին գրառումները ևս մեկ անգամ բացահայտեցին նրա ներաշխարհը։ Շնորհակալություն կյանքի համար, սեր մարդկանց հանդեպ, հույս երկրի խաղաղության համար։ Այս տողերում չկար դժգոհություն կամ վախ, կա ընդունում, և դա թերևս ամենաբարձր մարդկային հասունության նշան է։ Զարա Արամյանը հեռացավ, բայց նրա թողածը մնաց խոսքի ձևում, վերաբերմունքում, արժեքներում, ընտանիքի մեջ, հիշողության մեջ։ Երևանը կորցրեց ևս մեկ գույն, բայց այդ գույնը չի մարում, այն դառնում է լուռ, խորը, հիշվող։ Զարա Արամյանը կմնա որպես օրինակ, ինչպես կարելի է լինել հանրային մարդ և չկորցնել մարդկային դեմքը, ինչպես կարելի է խոսել առանց ճնշելու, ինչպես կարելի է ապրել առանց աղմուկի, բայց իմաստով։ Na na na